Ողջույն, Մեդինֆո հաղորդման շրջանակներում այսօր խոսելու ենք մի շատ տարածված խնդրից, թութքից, իսկ մեր հյուրն է պրոկտոլոգ Դավիթ Ավետիսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն Ալիտատիո։ Բժիշկ Ավետիսյան, այսօր շատ տարածված խնդրի մասին ենք խոսելու, թութքի մասին։ Կասեք այն ինչ է իրենից ներկայացնում եւ ինչու է այն շատ տարածված այսօր։ Թութքը որպես այդպիսին հիվանդություն չէ, այդ թութքային հիվանդություն կա առանձին, տարանջատենք, հա, թութքը ինքը բնականon պետք է լինի երակային խրձեր, նորմալ չափերի, որպեսզի ապահովի հետանցքի հերմետիկությունը։ Երբ որ արդեն առաջանում է երակային պատերի վարիկոզ փոփոխություն, այդ ժամանակ առաջանում է թութքային հիվանդություն։ Տարածվածությունն էլ կախված է արդեն սննդամթերքի գնալով վատացումից որակական եւ նստակյաց կյանքի տարածումով, ինչպես նաեւ ֆիզիկական աշխատանքի անհամաչափ ծանրությունից։ Իսկ դրանք են հենց հիմնական պատճառները, թե էլի պատճառներ կան, որ մարդիկ ուշադրություն չեն դարձնում։ Բնականաբար շատ են պատճառները, կոնքի արյունամատակարարման խանգարումներից ելնելով, թե նույնիսկ ալկոհոլի ազդեցությունից ելնելով, ազդեցությունները շատ են։ Վերցնենք հղիությունը, ինքը արդեն բավարար է կանանց մոտ, որպեսզի այդպիսի մեծ թվեր առաջան, չնայած որ տղամարդկանց մոտ կրկնակի ավել է հանդիպում, բայց կանայք չեն կարող այդ խնդրից խուսափեն հենց հղիության եւ ծննդալուծման պատճառով։ Իսկ որոնք են այն հիմնական նշանները, որ մարդկանց կարող է հուշել, որ կա նման խնդիր եւ դիմեն համապատասխան բժշկի։ Համար 1 գանգատը համարվում է արյունահոսությունը, բայց ինքը բնորոշիչ չէ։ Ինքը կարող է բնորոշ լինել բազմաթիվ հիվանդությունների, հենց արյունահոսությունը, բայց կարող է սկսի այդպես։ Կարող է սկսել որպես օտար մարմին։ Զգացողություն, ինչ որ կիսատ գազատման զգացողություն, շոշափվում է ավելորդություն, դա քրոնիկ թութքի մասին է խոսքը, իսկ սուր թութքը նույն ինքը կարող լինի երկու տեսակի, սուր տրոմբված թութք եւ սուր բորբոքված թութք։ Բնորոշ է տրոմբոզին, բնորոշ է արտաքին հանգույցների տրոմբոզը, իսկ բորբոքումը ավելի շատ ներքին հանգույցներին։ Դրանք արդեն սուր ցավային համախտանիշով ուղղորդող գանգատներ են։ Նշեցիք, որ տղամարդկանց մոտ կրկնակի անգամ ավելի շատ է տարածված, իսկ ավելի շատ երիտասարդների թե տարեցների մոտ է, կա տարիքային նաև համապատասխան նշան, որ բնականաբար օրգանիզմը դա օգտագործման եւ մաշվածության ենթակա բան, ինչպես ցանկացած ֆիզիկական իր, այսպես ասած։ Մեր օրգանիզմը ինչքան շատ ենք շահագործում, այնքան շատ են խնդիրները։ Դրանից ելնելով էլ տարիքային ցենզը արդեն ձգտում է մեծերին, բայց ինչպես ցանկացած հիվանդություններ վերջին 100-ամյակում ցանկացած հիվանդություն ձգտում է երիտասարդանալու։ Թութքն էլ այդպես շատ են հանդիպում նույնիսկ ծնողներ, նորածնի ծնողներ, որ զանգում են կամ դիմում են, դե ստիպված արդեն ուղարկում ենք մանկական մասնագետների մոտ, բայց նորածինների մոտ նույնիսկ սկսել է շատ հանդիպում։ Իսկ այս խնդիրը ժամանակի ընթացքում է առաջանում, այսինքն ձեռքբերովի խնդիր է, թե կարող են նաև կապել գենետիկական խնդիրների հետ։ Երկուսն էլ։ Շատ հաճախ է լինում, որ հայրը տղային բերում է մոտս կամ հակառակը եւ պարզվում է մյուսն էլ ունի, հենց ասում է տեսնենք ոնց է ընթացքը, որովհետեւ բոլորը չգիտես ինչի վախենում, գիտենք ինչի, ամեն տեղ չի ու ամեն վիրահատություն չի, որ անցավ է, բայց կարելի է այս վիրահատությունը այնպես անել, որ հիվանդը համարյա թե գանգատներ չունենա։ Տեխնիկապես պետք է զարգացած մոտեցումներ ցուցաբերել։ Հա, ժառանգականությունը մարդիկ հենց իրենք են նշում։ Պապասելուներ վիրահատվել է 90-ականներին, հիմա ես իմ հերթն այդպես է շատ լինում։ Լինում է, որ ընտանյոք հանդերձ գալիս են վիրահատվելու։ Իսկ երբ որ մարդը արդեն գիտի, որ կա խնդիր, դիմում է պրոկտոլոգի, առաջին ախտորոշումը ինչ ախտորոշում է կատարվում, ինչ հետազոտություններ են անհրաժեշտ։ Իմ մասնագիտությունը լավ է այն հենց ախտորոշման հարցում, որ բավարար է ֆիզիկալ զննությունը, այսինքն արտաքին զննություն, հետանցքի անոսկոպիա, գործիքային ներզննումը, փոքրիկ միջամտությունը, որ անցավ է, լրիվ բավարար է։
գոնե առաջնային պատկերացում կազմելու համար, թե որ ախտորոշման ուղղությամբ գնանք։ Իհարկե բարդ դեպքերում արդեն կա ճառագայթային, MRI հետազոտություն, ուլտրաձայնային էլ օգտագործում եւ ամենատարածված հետազոտությունը կոլոնոսկոպիան է, բայց Հայաստանում թյուր կարծիք կա, որ հենց հետանցքի ինչ-որ խնդրի դեպքում պարտադիր կոլոնոսկոպիա պետք է։ Չէ, կա սկրինինգային ծրագիր, որ 45-անց մարդկանց խորհուրդ է տրվում, քանի որ արդեն թութք, եթե կա թութք, պլանային նաև կատարել կոլոնոսկոպիա, բացառելու համար բազմաթիվ ուրիշ խնդիրներ։ Ինչու հետ դառնանք առաջին հարցին, որովհետև հենց արյունահոսությունը կարող է եւ թութքից լինել, եւ հաստաղու այլ հիվանդություններից։ Կարելի է բաց թողնել բանալն ինչ-որ ուռուցք։ Իսկ երբ որ կատարվում է արդեն այդ հետազոտությունը, պարզվում է միայն վիրահատական, թե նաև դեղորայքային բուժում հնարավոր է լինի։ Կոլոնոսկոպիան չի պարզում դա բժշկի ֆիզիկալ զննությունը բավարար է, որպեսզի հասկանանք վիրահատական մեթոդը, թե դեղորայքային կամ փոքր ինվազիվ միջամտությունները հնարավոր են։ Թութքի դեպքում այնտեղ կա կապանային ապարատ, որը որ ցանցի պես այդ երակային համակարգը պահում է աղիքի պատին։ Երբ որ այդ ցանցը արդեն վնասվում է, պարքսի կապան է կոչվում, էլ արդեն թութքային հանգույցների արտանկումը դառնում է անխուսափելի։ Այդ ժամանակ դեղորայքային բուժումը դառնում է անիմաստ։ Կարելի է ժամանակավոր բորբոքումը հանել, տրոմբոզը ինչ-որ չափով մեղմացնել, եթե շատ տարածված կամ մեծ չի, կամ շուտվա չի, տրոմբոզը սուրը նոր է սկսել, կամ արյունահոսությունը դադարեցնել դեղորայքով ինչ-որ X ժամանակով, բայց եթե արդեն կա 3-րդ, 4-րդ աստիճանի արտանկող հանգույցներ, պետք է արդեն վիրահատական կամ փոքր միջամտական միջոցառումներ կազմակերպել։ Շատ հաճախ լսում ենք կամ տեսնում ենք, որ մարդիկ, երբ որ կա նման խնդիր, դիմում են ժողովրդական բժշկության, օրինակ լվացումներ կամ այլ բուսական միջոցներով փորձում են մեղմել խնդիրը։ Դա ավելի շատ օգնում է, թեթևացնում է խնդիրը, թե ավելի է կարող է խորացնել։ Շատ այնպիսի էքսպերիմենտալ մեթոդներ գիտեմ, որ նույնիսկ եթերում չեմ կարող ասել, հայտարարակ տարածվածություն ունի ամբողջ Հայաստանում, չգիտեմ, ժողովրդի մոտ տարածված է, թե թութքը անպայման պետք է սկսես բուժել ինքնուրույն հարևանների, չգիտեմ, քավորի բարեկամների կամ հարազատ սնխչիների օգնությամբ ինչ-որ բան հասցնելով ծայրաստիճան վատ արդյունքների։ Բացի դրանից, ով է ախտորոշել թութքը։ Հիվանդը։ Ինչի են ենթադրում, որ պարտադիր իրենք թութք ունեն։ Այնքան բազմաթիվ դեպքեր կան, որ կարծել են թութք են, նույնիսկ դեղատուն են դիմել, դեղատան աշխատակիցը շատ մեծ կոպիտ սխալ է միշտ թույլ տալիս, խորհուրդ տալով դեղորայք, ու գալիս են հիվանդները արդեն ծայրաստիճան ծանր ուռուցքով, որովհետև ի սկզբանե այդ մարդու մոտ թութք չէր, ուռուցք էր։ Պարզաբանելու համար թութքը չի վերածվում ուռուցքի, այլ ի սկզբանե այդ մարդու մոտ ուռուցք կար։ Ամիսներով բուժում են հենց այդ դեղատան իրենց հարազատներ անընդհատ դիմում են տարբեր միջոցներ, տեսնում են դեռ արդեն վիճակը չի բարելավում, նոր ստիպված դիմում են մասնագետի ու մենք էլ կորցնում ենք այդ հիվանդներին մեծ հավանականությամբ, որովհետև շատ ուշ են դիմում։ Դա չի կարելի։ Երբ որ դիմում են եւ կատարվում է վիրահատություն, որքանով է հավանական, որ վիրահատությունից հետո խնդիրը լիովին կվերանա, կվերականգնվի եւ որքան ժամանակ է տևում վիրահատությունը։ Մեթոդներից է կախված։ Եթե օրինակ կատարում է կլասիկ թութքահատում, հեռացում, պատկերացրեք երակային խրձերը հեռացվում են։ Նորը տեղը չի կարող առաջանալ, եթե ճիշտ է հեռացվել։ Հա, ես ինքս տեսել եմ բազմաթիվ հիվանդներ, որ եկել են նախկինում վիրահատված, չգիտեմ որտեղ եւ կրկնվում է, նույնիսկ եղել է դեպք, որ նայում ես ոնց որ ընդհանրապես վիրահատված չլինի այդ աստիճանի, բայց եթե տեխնիկապես ճիշտ է կատարվում, կրկնվելու հավանականությունը բացառվում է բաց վիրահատության դեպքում, բարդությունները ուրիշ են այնտեղ, հեսա կխոսենք, կարան բարդություններ լինեն։ Լազերային վիրահատությունն է, ի դեպ Հայաստանում շատ է տարածված
այդ լազերային վիրահատության կարծիքը, որ ամեն երկրորդ հիվանդանոցում կա, դա բացարձակ այդպես չի, շատ սահմանափակ, մեկ ձեռքի մի քանի մատի վրա կարելի է հաշվել, քանի տեղ կան եւ ովքեր են բավարար որակավորված, որ այդ վիրահատությունը անեն։ Դա արդյոք դա չի որոշելու կրկնվելու է, թե չէ։ Հիմա ես գիտեմ կլինիկաներ արտասահմանում, որոնք որ բացառապես շարժիչ ուժ են համարվում եւ ստատիստիկ տվյալների աղբյուր են համարվում լազերային վիրահատությունների համար, ու իրանց մոտ կրկնման հավանականությունը 3-ից 5% է։ Այն դեպքում, երբ որ եթե վերցնենք Հայաստանում ինչ որ ոչ այդքան որակավորված մասնագետ, ով որ չի գնացել արտասահման եւ չի ուսումնասիրել այդ մեթոդը խորապես ամեն մի մանրուքով, իր մոտ կարող է հասնել մինչև 35%, 40% կրկնվելու հավանականությունը։ Դրա համար ասել բացարձակ հնարավոր չէ, բայց արդյոք բժշկի ձեռքերը չեն որոշում կկրկնվի թե չէ։ Այսինքն կարող ենք ասել, որ ամենաարդյունավետը հենց բաց վիրահատությունն է։ Չէ, չի կարելի բացարձակացնել։ Էլի եմ ասում, կախված է մասնագետից։ Վիրահատության ընթացքը պետք է տեսնես, որ հասկանաս, այս հիվանդությունը կկրկնվի թե չէ։ Պետք է վիրահատության վերջում վիրաբույժը իր պրակտոլոգը իր վիրահատությունից հաճույք ստանա, տեսնի վերջնարդյունքը, տեսնի, որ երակային խրձեր չեն մնացել, ճիշտ ձևավորված աղիք կա արդեն, վերջ, դա արդեն կարելի ասել վստահություն է ներշնչում, որ ոչ մի խնդիր չի լինել։ Լինի դա լազերային, լինի դա բաց։ Իսկ այդ վիրահատական շրջանը բարդ է, թե դա էլ է կախված արդեն մասնագետից, եթե լավ է կատարվում վիրահատությունը, բարդ չի։ Համար մեկ տեղում մասնագետն է։ Ես ունեմ ստատիստիկ տվյալներ, իմ վիրահատությունների եւ տարբեր մասնագետ, ժուրնալային հետազոտություններ է կատարվել, որ ըստ ցավազրկողների կարիքի օգտագործման չափականակի հարաբերակցություն բնականաբար շատ մեծ կապ ունի, ով է վիրահատում, թվեր չասեմ, շատ մեծ տարբերություններ են լինում, եթե ճիշտ է կատարվում վիրահատությունը։ Եվ երկրորդ տեղում, բայց ոչ պակաս կարևոր, հիվանդի դիմելու փուլը, երբ է ինքը դիմում։ 30 տարի է հիվանդը նոր է դիմել, թե նոր է սկսվում հիվանդությունը։ Բնականաբար ինչքան շուտ են դիմում, ինչքան փոքր ծավալի վիրահատություն է կատարում, ցավն էլ քիչ է լինում։ Միանշանակ։ Իսկ երբ որ խոսում էինք բարդությունների մասին եւ ասացիք կանդրադառնանք, ամենաշատը հենց մեծ դիտողներին եւ հիվանդներին դա է հետաքրքրում, վիրահատությունից հետո ինչ բարդություններ կարող են առաջանալ։ Իմ խորհուրդները տարբերվում են այլ մասնագետների խորհուրդներից, օրինակ ես դիետա խորհուրդ չեմ տալիս։ Բացառությունը կծուն եւ ալկոհոլը։ Հետվիրահատական շրջանում ոչ մի դիետա չեմ կիրառում, որպեսզի վերքերը եւ հետանցքը հարմարվեն ամենօրյա կղազատման ճիշտ ծավալով, ճիշտ չափերի եւ ձևավորվի նորմալ աղիք։ Տեղից հետո եթե մենք սխալ խորհուրդներ ենք տալիս կամ հիվանդը մեր խորհուրդներ ինչի հետևում, հնարավոր է հետանցքի նեղացում։ Բարդություններից ամենահաճախ հանդիպողը իմ պրակտիկայում որ գալիս են հիվանդները, դա է լինում։ Երկրորդ տեղում կրկնողությունն է, այո, հնարավոր է կրկնվի, ել եմ ասում շատ մեծ կապ ունի ոնց կատարես վիրահատությունը։ Իսկ առաջին բարդության դեպքում պետք է վիրահատության վերջում ճիշտ չափի աղիք ձևավորել։ Թյուր կարծիք կա, որ դե կբացվի, դե կարելի է բուժավորել, բացել աղիքը չէ։ Ի սկզբանե պետք է ճիշտ չափերի ձևավորել աղիքը, որ հիվանդը չտարապի։ Երբ որ խոսում ենք հիվանդության կրկնության մասին, տոկոսների մասին եւ հաղորդման սկզբում խոսեցինք, որ ամենաշատ հանդիպում նաեւ կանանց մոտ հղիության ընթացքում, ծննդաբերության, երբ որ կինը երկրորդ անգամ օրինակ վիրահատվել է, բայց երկրորդ անգամ պետք է ծննդաբերի, կա խնդիր, որ հիվանդությունը նորից կարող է կրկնվել հենց ծննդաբերության ընթացքում։ Սկզբից էլի խոսենք ստատիստիկայից։ Հայաստանում կատարվել է հետազոտություն, իմ ուսուցչի կողմից, որ հիմք է ընդունվել թե հայաստանյան տվյալները, թե արտասահմանյան հետազոտությունների տվյալները, եկել են այն եզրակացության, որ հղիության առաջին տրիմեստրում
մոտ 29-30% հավանականությամբ կարող է առաջանալ թութ, երկրորդ տրիմեստրում 32-3%, երրորդ տրիմեստրում 35% հավանականությամբ կարող է լինի թութ։ Ну, այսինքն եթե մինչև այդ չի ունեցել։ Եվ ծննդալուծման պահին սարսափելի թիվը 51%։ Բայց ասեմ մի հատ շատ կարևոր բան, ես երկու ծննդատների խորհրդատու եմ, շատ ապագա մայրիկներ ասում են, արդյոք դա ցուցում է կեսարյան հատման, ոչ, բացառվում է, թութքը ցուցում չէ։ Ավելի լավ է հղիության ընթացքում փոքրիկ միջամտություն անել, որ երեխային անվնաս է դուք գնաք բնականոն ծննդաբերության, քան դա համարվի ցուցում կեսարյան հատման։ Ինչ վերաբերում է վիրահատությանը, ելի վերադառնում ենք, եթե չկա երակային խուրձը, 6 հանգույցներից ոչ մեկը մնացորդ չունի, ուզում է 5 անգամ ծննդաբեր, որտեղից պետք է թութ կառաջանա։ Ճիշտ վիրահատվելու դեպքում միկրո բաներ, հանգույցներ, որ դուստր հանգույցներ կան, որոնք որ առողջ են եղել վիրահատության ժամանակ եւ չեն երևացել, հնարավոր է, բայց մեծածավալ ռեցիդիվ հնարավոր չի։ Խոսում ենք մասնագետի ճիշտ վիրահատության, ձեռքի մասին, որ կատարում է, ինչը հաշվի առնեն եւ ինչպես ճիշտ մասնագետ ընտրեն, որպեսզի խնդրից լիովին ազատվեն առանց կրկնվելու հավանականության։ Մասնագիտացումը։ Ես պրակտոլոգ լինելով, ես հենց մասնագիտացել եմ, չնայած որ բազմաթիվ ցանկ ունենք վիրահատությունների, ես հենց կենտրոնացել եմ հետանցքի եւ կոճքի շրջանի վիրահատությունների վրա։ Եվ եթե օրինակ ունեմ 3000 եւ ավել վիրահատության փորձ, դա հենց միայն այդ վիրահատությունների վրա է, չէ, կենտրոնացած։ Հիմա դե վերցնենք աբդոմինալ ընդհանուր վիրաբույժ։ Եթե ունի 3000 վիրահատական փորձ, քանիսն են ապենդիցիտ, քանիսն են լեղապարկ, ու ամենատարածվածները, չէ, քանիսն են ճողվածք, եւ քանիսն են այդքանի մեջ մնում արդեն թուրքը։ Հիմա տարբերություն կա, դուք քանի հարցազրույց եք կատարել ձեր վախերը եւ փորձը եւ կատարելությունը այդ գործի մեջ եւ իմ, որ ես հարցազրույցել եմ չկա։ Մեծ է, չէ՞ տարբերություն։ Իսկ այս խնդիրը հնարավոր է կանխարգելել։ Մի գիտական աշխատանք կար, կարդացի, որ նշված է համաշխարհային ինչ-որ հետազոտություններ, տենց ինչ-որ երկրի հետ չէր կապված, Եվրոպա, Ամերիկա այդպես, ասացին 70% մարդկանց հասուն 18+ մարդկությունը կյանքի ընթացքում որևիցե ձև առնչվում է թութքային հիվանդության հետ։ Դա տարիներ առաջ էր։ Հիմա գումարեք սննդի որակի իջեցումը, ավելի նստակյաց աշխատանքների ավելացումը, բնականաբար գնալով ավելի վատանում է։ Կանխարգելել, այո, ֆիզիկական չափավոր ակտիվություն, ճիշտ սննդամթերք, գունավոր ալկոհոլի բացառություն, ճիշտ կյանք, բայց ինչպես օրինակ ստորին վերջույթների վարիկոս հիվանդությունն է, նրա չառաջանալու համար մարդ պետք է 4 կոտանի լինել։ Դա այն արժեքն է, որ մենք կանգնած երկու ոտքի վրա վճարում ենք։ Նույն վարիկոս հիվանդությունը, նույն թութքային հիվանդություն, նույն ողնաշարային խնդիրները, դա մեր երկու կոտանի լինելուց է։ Բացի թութքից, երբ է անհրաժեշտ այցելել պրոկտոլոգի, եթե անգամ չկա խնդիր, ուղղակի հետազոտությունների համար, որպեսզի կանխարգելել հետագա զարգացող խնդիրները, որքան ժամանակ առ ժամանակ է պետք անհրաժեշտ այցելել։ Կանանց շրջանում հորդորում եմ բոլոր գինեկոլոգներին, բոլոր ծննդատների հետ փորձում եմ կապ հաստատել, խորհրդակցել, հորդորել, որ կամ եթե հնարավոր է ընտանիքի պլանավորման փուլում կանայք կան, կամ գոնե հղիության առաջին տրիմեստրում կան, որ կանխարգելենք արդեն պտղի մեծացման հետ հարաճող խնդիրները։ Կանանց շրջանում ես խորհուրդ կտամ, ինչպես գնում եք գինեկոլոգի մոտ, այդպես էլ գնացեք պրոկտոլոգի մոտ, որպեսզի ամեն ինչ կարգին լինի։ Տղամարդկանց շրջանում կախված է արդեն ապրելակերպից։
նստակյաց աշխատանքը բնականաբար ավելի հաճախ աշխատանքով տղամարդը ավելի հաճախ պետք է գա զննության, ծանր ֆիզիկական կրացած կքանստած աշխատանք կատարող տղամարդիկ էլի հաճախ պետք է գան, ինչպես նաև բոլորին 45-ից սկսած 5 տարին 1 կոլոնոսկոպիա։ Եթե դա բացառապես բոլորը կատարեն, կարելի է կանխարգելել հաստաղ ուռուցքների մեծ մասը։ Շնորհակալ եմ շատ Բժիշկ Ավետիսյան հետաքրքիր զրույցի եւ մեր հրավերը ընդունելու համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Սիրելիներս հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք պրոկտոլոգ Դավիթ Ավետիսյանի հետ։ Եղեք առողջ, իսկ մենք կհանդիպենք